Ես չեմ կարողանում պատուհանը բացեմ, կանգնած վիճակում եմ, չեմ կարողանում, որտեվ բոյս չի հասնում։ Իսկ ով է քեզ օգնում, որ պատուհանը այդ բացես Քրիստիկ։ Հարևանին եմ խնդրում, կամ որ մերոն գալիս են, ասում եմ Սերոժնին բացում։ Ծրագրի շրջանակներում իրականացրել ենք մոտ 122 տնայց, որից միայն 39-ը իրականացվել են Գորիս համայնքում, Գորիսը եւ նրա շրջակա գյուղերը։ Նշեմ, որ տնայցերի արդյունքում մեծամասնությամբ ըստ ինձ իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ հարմարավետությունը, եթե գնահատելու լինենք, կարող եմ ասել, որ շատ չնչին տոկոսային հարաբերությամբ, որ եղել են իրոք հարմարեցված տվյալ անձի համար։ Հարմարեցված պայմաններից ամենալավագույն օրինակը երևի Քրիստինեի տան պայմաններն են, թեպետ թվում է առաջին հայացքից, որ ամեն ինչ հարմարեցված է ըստ իր կարիքների, բայց անգամ այնտեղ եւս նկատում ենք բավական մեծ խնդիրներ, որոնք որ խոչընդոտում են իր առօրյա կենցաղը կազմակերպելու համար։ Եթե տոկոսային հարաբերությամբ նշենք, ապա 80%-ով կարող եմ ասել, որ տնային պայմանները անհարմար են հաշմանդամություն ունեցող անձի համար։ Այն չնչին տոկոսը, որը որ նշեմ, որ քիչ թե շատ հարմարեցված է եղել, դա ընտանիքի անդամների ջանքերի շնորհիվ։ Քիչ անհարմար է, որ ես սենց Վախենում ես, որ սայլակը կարող է։ Հա, կարող է շրջել։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց մեծ մասը 80%-ից ավելին անց է կացվում տանը։ Ճիշտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենքով միջավայրը պետք է հարմարացված լինի եւ հուսով եմ, որ մենք մի օր կունենանք այդ ամբողջությամբ հարմարեցված արտաքին միջավայրը, բայց մարդու կյանքի մեծ մասը ապրում է տանը։ Եվ այդ տունը նույնպես պետք է հարմարացված լինի ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, այլ նաև այն ընտանիքի եւ այն անձանց, ովքեր նրա հոգատարությամբ են զբաղվում, նրա հոգսերով են զբաղվում։ Գայդասկով չեմ գնամ, մնակեներ դուշի մի կողքը։ Կան հարմարեցումներ, որոնք որ կարող է մարդը ինքնուրույն էլ ստեղծել իր համար եւ դա բնավ այդքան մեծ գումարների հետ կապ չունի, բայց իրենք պարզապես չեն պատկերացնում, որ ընդհանրապես մի փոքրիկ աթոռ տեղադրելով լոգարանում կհեշտացնի իրենց լոգանքի ամբողջ գործընթացը։ Նշեմ, որ օժանդակ միջոցներից շատերը պարզապես չգիտեն, որ կարող են օգտվել անվճար հիմունքներով, որ կարող են դիմել սոցապ եւ օգտվել այդ ամեն ինչից լրիվ անվճար պայմաններով։ Ես ունեցել եմ դեպք, երբ որ կինը լսողության խնդիրներ ուներ եւ իր սեփական միջոցներով էր ձեռք բերել լսողության սարքը, այնինչ այդ ամեն ինչը անվճար տրամադրվում է։ Թեպետ սա եւս իր հերթին խնդիրներ է բերում, որովհետեւ անգամ եթե որոշ սարքեր իրենց տրամադրեն, իրենք պարզապես օգտագործման ձևը չգիտեն, հա, եւ սա եւս լրացուցիչ խնդիր է։ Շատ մեծ հույս ունենք, որ այս ծրագրի արդյունքում եւ զեկույցի հանրագումարը բերելու է նրան, որպեսզի սա այս ծրագիրը բնակարանային պայմանների բարելավումը եւ հարմարեցումը կդառնա պետական լոտ
ֆունկցիոնալության գնահատման համակարգում, երբ որ գնահատվում է հաշմանդամություն ունեցող անձի հաշմանդամության կարգը եւ ֆունկցիոնալությունը, ճիշտ նույն ձևով գնահատվի նաեւ նրա բնակարանային պայմանները։ Դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, որոնք ոչ թե կմահաճույքով են անելու, այլ մաքսիմալ մասնագիտական կարողություններով թիմ է լինելու, որը որոշելու է, թե ինչպես կարող են հնարավոր ավելի ռացիոնալ եւ հարմարավետ ձևով բնակարանը հարմարվի։ Հուսով ենք, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի օրենքի տեսքով։